համարակության հետ կապված քանի որ դրագրավելով զարմանքան է ժողովրդների մասով քննեի որ նորից անդրադառնալ խոսքը այս տարվա մարտ հստակ մասին։ Գուցե գրիպեցի նախորդ տարվա ցուցանիշների համեմատ էր հաջորդ տարին այս տարվա մարտ ամսի մասին է խոսքը։ Տեքստը պատրաստ կլինի այս տարի մարտ ամսին եւ մենք պետք է արդեն սկսենք մեր իրազեկույն արշավը հիմիկվանից ըստ էության, որովհետեւ կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, ընդունվել են այլևս խորհրդի կողմից եւ մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին խոսքը։ Համանդրությունը այլ կերպ քան հանրաքվեն է, ուղղակի ընդունվել չի կարող, այսինքն վերջնական խոսքը պատկանելու ժողովրդին եւ ժողովուրդը ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտել կամքը կողմ կամ դեմ քվեարկելու համանդրության տեքստի ընդունումը։ Շնորհակալություն, Տիկին Բելենքովի մենք նախապես հարցերը հերթագրել ենք, ըստ հերթականության շարժվենք եւ առաջին հարցը ֆակտորների Ռոզա Բարթոմյան։ Իրանյան խոսեցիք սմարտապատյաններից պայմանական հավաքանքի ազատացման մասով մի փոքր կցանկանայի մանրամասներին, օրինակ պրոբացիոն ծառայությունը հիմնականում 20-30+ տարեկան ազատության մեջ գտնվող անձանց մասով գրեթե միշտ բացասական բնութագիր է տալիս ու առաջին հարցը ուզում եմ անդրադառնալ, արդյոք սա չի նշանակում, որ համակարգն է թերի աշխատում, որովհետև անազատության մեջ գտնվող անձի հետ եթե 20-30+ տարի դու աշխատանք ես կատարում, ինչպես է ստացվում, որ անձը ուղղման կամ վերասոցիալականացման ճանապարհով չի գնում։ Սա այդ մասով եւ երկրորդն էլ արդեն եթե անգամ պրոբացիան դրական բնութագիր է տալիս, որոնք բացասականով թեկուզ գնում է դատարանների հիմնականում սմարտապատյանների մասով եմ ես ուզում նշել, որ միշտ մերժում է գրեթե 1 տարի, 1 դեպք ունենք անցած տարվա եւ դրանից առաջ 2022 թվական որևէ սմարտապատյան պատժգերման ռեժիմից պատժի կրումից ազատ չի արձակվել։ Ուզում եմ հասկանալ այստեղ մենք ինչ ունենք, դատախազությունը մշտապես բողոքարկում ունենք, արդյոք դատարանների համար կարծրատիպ է կամ չգիտեմ, այսպես շակերտավոր ասած վախենում են սմարտապատյանին ազատության մեջ տեսնել կամ ազատ արձակել, մենք այստեղ համակարգային խնդիր ունենք լուծման համար։ Ձեր վերջին հարցադրումները ձեր հիմնական հարցադրման պատասխաններն են ըստ էության։ Եվ համակարգային խնդիր ունենք ներհամակարգային այն առումով, որ զեկույցների բովանդակությունը լավացման կարիք են զգում, դրա համար ես իմ խոսքում նշեցի, որ մենք կատարելագործելու ենք պատժից պայմանական մաղաքետ ազատելու ինստիտուտը եւ նախատեսելու ենք, որ քրեակատարական ծառայությունը պատժի կրման ընթացքում դրսևորված վարքագիծը պետք է գնահատի։ Իսկ պրոբացիայի ծառայությունը միայն հասարակություն վերադառնալուց հետո դրսևորելիք վարքագծին պետք է հնարավոր գնահատական տա, այսինքն կանխատեսումների եղանակով դա պետք է տեղի ունենա եւ այդ երկու զեկույցները պետք է ոչ թե հակասեն իրար, այդպիսի իրականություն այսօր երբեմն ունեն մենք, այլ փոխլրացնեն։ Դրա համար անհրաժեշտ է, որ այդ զեկույցները պատասխանեն տարբեր հարցերին։ Մենք հիմա մշակում ենք այն հարցերի շրջանակը, որոնց պետք է պատասխանեն այդ երկու զեկույցները, եւ ես վստահաբար կարող եմ նշել, որ դրանք ավելի մարդակենտրոն ու օբյեկտիվ են լինելու, որովհետեւ հստակ հարցերի են պատասխանել։ Նույն բալային համակարգն է լավացվում, այսինքն իմիտացիոն չպետք է լինի այդ բալային համակարգը եւ հնարավոր օբյեկտիվ, ամենաօբյեկտիվ պատկերացումը տա անձի վերասոցիալականացման ուղու եւ հետագայում նրա հնարավոր վարքագծի հետ կապված։ Սա ներհամակարգային խնդրի լուծման հնարավոր տարբերակներ, որոնք մենք որպեսզի ճանապարհ մենք առաջ ենք շարժվում։ Մյուս ձեր մտահոգությունները, դրանք էլ են ինչ-որ առումով տեղին, այո, դատարանները մտահոգվում են կամ գուցե կարծրատիպային մոտեցում կա, գուցե հաշվի են առնում արարքի վտանգավորությունը, որովհետև եթե անկեղծ լինեմ, մենք շատ քիչ ցմա դատապարտյալներ ունենք, որոնք որ օրինակ մեղադրվել են ժամանակին 1 կամ 2 անձանց սպանության մեջ, մենք ունենք շատ սարսափելի դեպքեր իրականում, իհարկե դեպքից կտրվելով պետք է հասկանանք, որ այդ վերասոցիալականացման ճանապարհը անձը կարող է անցնել կամ պետք է անցնի, բայց ամեն դեպքում դատավորները կայացնում են այն որոշումները, որոնք կայացնում են, բայց դուք ձեր խոսքով նշեցիք, որ անցած տարի մեկն է ազատվել, նախինում չի եղել, այդպես չէ։ Այո, ընդհանուր, եթե չեմ սխալվում 5 կամ 6
հիմա ազատազրկված են, որով այդ թիվը 2018-ից հետո է եղել, այս հեղափոխությունից հետո է եղել, ու ես ժամանակին հենց աշխատել եմ այս ոլորտում կրկին որպես նախարարության նախարար, նախարարի տեղակալ, ու դա հնարավոր դարձել այդ ժամանակահատվածում։ Ես հույս ունեմ, որ մեր մասով աշխատանքների ամփոփումը կնպաստի ինստիտուտի կիրառմանը նաև ցմահ դատապարտարների դեպքում, բայց ցավով պետք է նշել, որ մենք ունենք նաև օրինակ, երբ նախկինում ազատ արձակվածը կրկին կատարել է, ենթադրաբար կատարել է քրեորեն հետապնդելի արարք եւ այս բանի process-ներ են իրականացում, եւ սա մեծ ցավով եմ նշում, որովհետեւ մեկ անձի արարքը ստվերում է մեկ այլ անձանց հնարավոր վարքագիծի ապագայում եւ նաեւ կրկին մտահոգություններ է առաջացնում եւ դատարանների եւ դատախազության համար։